պատվում ենք քեզ մեր հզոր Աստված, մենք մեծարում ենք քո սուրբ անունը Տեր, դու ես մեր ուրախությունը Տեր, դու ես պատճառը, որ մենք հիմա այստեղ կանգնած ենք Տեր, եւ մեր սրտերը ուրախությունով Տեր, ցնծությունով մեծարում ենք քո փառահեղ անունը Տեր, եղիր մեծարված ամեն ժամանակ, ամեն
Հիսուս
Տեր դեպի քո սրահները։ Տեր ես տեսնել եմ ուզում քեզ։ Ես ուզում եմ տեսնել քո փառքը, քո մեծությունը, Տեր, տար ինձ Հիսուս։ Տար ինձ, Տեր, իմ քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ, Տեր, օ ինչի ասքանչ ես։ Օ ինչի ասքանչ ես դու, օ ինչի ասքանչ ես դու։ Հիսուս, հալելույա, Տեր, ի ասքանչ ես։ Օ ինչի ասքանչ ես դու, օ ինչի ասքանչ ես դու։ Հիսուս, դու ի ասքանչ ես իմ Տեր։ Օ ինչի ասքանչ ես դու, օ ինչի ասքանչ ես դու։ Հիսուս, դու ի ասքանչ ես Հիսուս։ Օ ինչի ասքանչ ես դու, օ ինչի ասքանչ ես դու։ Հիսուս,
հրաշագործ եւ փառահեղ Աստված, շնորհակալ ենք քեզանից Հայր եւ խոնարհվում ենք քո այդ մեծ անվան առջև Տեր ջան։ Քո այրունով փրկագնված ժողովուրդը հավաքվել է մեկտեղ Տեր, քեզ փառավորելու, քեզ երկրպագելու եւ քեզ պատվելու Տեր ջան։ Եվ գոհությամբ գալիս ենք քո առաջ եւ ասում ենք. շնորհակալություն Հիսուս քո մեծ կատարած խաչի գործի համար, որովհետև Հիսուս դու մեզ սիրելով եկար աշխարհ, մարմին հագար եւ հոժարվեցիր խաչը բարձրանալու։ Տեր, ահա այս կարիքները քո առջև են եւ միաբան եկեղեցով հավատքով ասում ենք, հռչակում ենք մեր կյանքերի վրա այն անունը, որ զորեղ ամեն անուններից եւ թույլ ես տվել իշխանությամբ առնելու մեր բերանում եւ այդ խոսքի ուժի զորությամբ ասում ենք. մահը պարտված է Հիսուս Քրիստոսի կատարյալ ու սուրբ զորավոր անունով, որովհետև Տերը խաչի վրա խայտարակ մարտության մատնեց սատանային։ Մենք շարունակում ենք գոհանալ եւ ասել. Փառք ես Հիսուս, որովհետև հիվանդությունները անուշ դարձան Հիսուս Նազովրեցու անունով խաչի վրա։ Մենք բժշկված ենք Քրիստոսի վերքերով։ Եվ մենք այսօր ասում ենք ու դավանում ենք, հավատքով էլ ընդունում ենք, որ կապված է, արձակված է օրենքի անեծքից, բեռից, մենք այսօր ազատ ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Տեր, քո անունը արժան է բազմաթիվ ծափահարությունների Տեր, քո անվան մեջ է մեր հաղթությունը, քո անվան մեջ է մեր զորությունը, քո անունը դու մեզ շնորհել ես եւ մենք քո զավակներն ենք։ Փառք, գոհություն եւ ընդունում ենք եւ ասում ենք. ողջ փառքը քեզ լինի Հիսուս։ Տեր օրհնի ձեզ։ Սքանչելի է, երբ որ Աստծո հոգին իջնում է իր սրահներում եւ շրջում է ու փառավորվում է Տերը իր ճշմարիտ երկրպագության մեջ։ Փառք Աստծուն այս խաղաղ օրվա համար։ Տերը սեր, ուրախություն եւ խաղաղություն է։ Եվ մենք մտնելով Տիրոջ սրահները խաղաղվում ենք, լցվում ենք ուրախությամբ, վայելում ենք Տիրոջ քաղցրությունն ու ներկայությունը։ Եվ ի սրտե, սիրով, քանի որ առաջինը Տերը մեզ սիրեց, մենք պատրաստվում ենք Տիրոջը առատորեն պատվելու։ Շնորհակալություն քեզ Հիսուս, որ դու ամեն ժամանակ քո խոսքի միջոցով հորդորում ես, խրատում ես եւ ցույց ես տալիս, որ դու ասեցիր, փորձություններ եղել են, կան ու կլինեն, բայց ինչպես մենք փորձությունները հաղթահարենք, դա գրված է 2 Կորինթացիս 8-րդ գլխում։ Դա բացվել էր Մակեդոնիայի եկեղեցու անդամներին եւ այդ փորձառությունը տեսնելով Պողոսը ուզում էր օգնած լինել Կորինթոսի եկեղեցուն եւ ասում էր, որ Կորինթոսի եկեղեցու անդամներ, դուք հավատքի մեջ շատ հարուստ եք, գիտություն ունեք, ամենայն փութաջանությամբ եւ այն սիրով, որ կա ձեր մեջ, դա Աստծուց է, բայց ես ուզում եմ եւս մեկ շնորհ, որ դուք ընդունեք եւ հասկանաք, ու բացատրում է, որ Մակեդոնիայի եկեղեցին հակառակ իրենց կրած նեղությանը ու մեծ փորձությանը, նրանց ուրախությունը անսահման եղավ, որովհետև իրանց բացված էր, որ իրենց ծանր աղքատության մեջ նրանք մեծ առատություն ցուցաբերեցին, քանզի իրենց կարողության համեմատ եւ նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելի հոժար կամքով իրենց տվածի մասին են վկայում։ Տերն ասում է, որ հոժարությունը ավելի աղեկ է, հնազանդությունը զոհից աղեկ է։ Երբ որ մենք վստահում ենք Աստծուն, սիրում ու նվիրվում ենք Աստծուն, եւ Աստծո ճանաչողությունը մեզ բացվում է, որը Աստված հետաքրքրված է մեր իրավիճակներով, Աստված առատաձեռն է ու երբեք անտարբեր չի անցնի մեր կողքով, մնում է մեր հոժարությունը, մեր սիրո վերաբերմունքը, նվիրվածությունը, հավատարմությունը եւ կտեսնենք Աստծո փառքը։
հզոր է Տերը ու գործում է իր մեթոդներով, մեր հասկացողությունից առավել է, մեզ տրվածից գերբնական է, և խոսքը շարունակվում է, այնքան սիրուն, որ ասում է, որովհետև Քրիստոս մեզ համար աղքատացավ, որ հարուստ էր, որպեսզի դուք նրա աղքատությամբ հարստանաք։ Եվ այս բանի վրա մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է։ Դուք, որ առաջինը սկսեցիք, ոչ միայն անել այդ գործը, այլև այն կամենալ դեռևս անցյալ տարվանից, բայց արդ ավարտին հասցրեք այն, որովհետև ինչպես հոժար կամքով որ սկսեցիք, կատարեցեք այն ձեր ունեցվածքի չափով, քանզի եթե առաջուց հոժարությունը կա, տրվածը ընդունելի է, ըստ տվողի և ունեցածի, և ոչ թե ըստ չունեցածի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ 7 տարի տվել ենք Տիրոջը, Աստծո խոսքի համաձայն, և Աստծո խոսքը հայտնապես հայտնվել է մեզ, որ ասեց, տվեք և կտրվի ձեզ, հավատարիմ է Տերը, մենք չենք պակասել, ետ չենք գնացել, այլ ավելիով առաջացել ենք։ Եվ հաջորդ խոսքը, որ կարող եմ ասել, հիմա տալիս ենք, որովհետև Տերը բարի է, իր խոսքը էլի վկայում է, ես եմ տալիս սերմ ցանողին, որովհետև մենք տեսանք Աստծո օրհնությունները մեր կյանքում և մենք ապերախտ կգտնվենք, եթե Աստծու տվածից Աստծուն չտանք ու չգոհանանք, որովհետև Պողոսին բացվել էր և ասում էր, Աստվածպաշտության խորհուրդը մեծ է, երբ որ մեր գոհունակությունը խառնում ենք Աստվածպաշտության հետ, դա մեծ շահ է մեզ, և հիմա մենք վայելում ենք, ոնց չփառավորենք այդ տեսակ Աստծուն, որը վեր է ամենից, և Տիրոջ խոսքն ասում է, տվեք, որպեսզի պաշար լինի իմ տանը, և մենք այդ խոսքին հնազանդվելով բերում ենք Աստծո տուն, որովհետև Աստծո կամքն է, որպեսզի երկրի վրա ավետարանչությունը և գթության ծառայությունը հավասարաչափ և համաչափ քայլերով վեր բարձրացնեն մեր եկեղեցու ծառայությունը այս մակարդակից ավելի մեծ մակարդակի, որովհետև մենք տեսիլք ունենք, որ մենք ավելի բարեկեցիկ շենք ենք ունենալու, մեր պատանիները, մանուկները, երիտասարդները ավելի հարմարավետ սենյակում են ծառայությունը անցկացնելու և մանուկների շրթունքներից դուրս եկած աղոթքը, գոհությունը երկինքն է բացելու և մեր ապագան կերտվելու է Հիսուս Քրիստոսով, լուսավոր ապագա ենք ունենալու մեր կյանքում, մեր եկեղեցում, մեր քաղաքում և մեր մարզում, թող փառավորվի Տերը, հավատքով տվեք Աստծուն, սիրով տվեք, նվիրվածությամբ ու վստահությամբ, Տերը առատապես օրհնի ձեր զոհը, ընծան, նվերը, Տերը պահի Բարձրալից ասկոցի, դապենակ ողը, ամենակարողի շուքի, դակեր հաղչում, ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին հուսացած է, Նա փրկեց ինձ մահից, որսողի որոգայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերին ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա, նա փրկեց Որսողի որոգայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերին ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա,
ապավեր քեզ համար եթե կանչես դու նրան կստանաս պատասխան նա քեզ հետ է Sofri moro dai ich sharba ci modena nella verità apahomen yevasta ich sharba ci modena na perché si smahit for sofri moro Sharba ci modena nella verità apahomen yevasta ich sharba ci modena ci bartzrali ամենակարողի շուքի տակ է հաղթում ես կասեմ Տիրոջը իմ ապավեր և իմ ամրոց իմ Աստված որին հուսացած է բարձրալից ասկոցի տակ մնակ ողը ամենակարողի շուքի տակ է հաղթում ես կասեմ Տիրոջը իմ ապավեր և իմ ամրոց իմ Աստված որին հուսացած է նա փրկեց ինձ մահից որ ստողի որոգայթի Sharban ci modena nella verità apahomen yevasta in Sharban ci modena na perché si smahit or somi gorogayt in Sharban modena nella verità apahomen yevasta in sharba ci modena in sharba ci modena Հալելույա Տեր շնորհակալ ենք որ մեզ չարբան չի մոտենում Շնորհակալ ենք, որ դու պահում ես մեզ քո հրեշտակներին, որովհետև քո հրեշտակներին հրամայել ես մեզ համար, որ պահեն մեզ մեր բոլոր ճանապարհներում։ Նրանք ձեռքերի վրա են տանում մեզ, որ մեր ոտքն էլ քարին չդիպցնենք։ Առյուծների եւ իժերի վրա կգնանք, առյուծի կորյուններին եւ վիշապին ոտով կող կտանք, որովհետև Տեր Հիսուս մենք քեզ ցանկացանք եւ դու պահում ես մեզ։ Դու բարձր ես անում մեզ։ Որովհետև մենք ճանաչում ենք քո սուրբ անունը, շնորհակալ ենք, փառավոր Աստված, որ այս խոսքերը իրականում կատարվում են մեր կյանքում, շնորհակալ ենք, փառավոր Տեր, խնդրում եմ, որպես մեր քահանայապետի, այսօր նորից քո սուրբ արյունը սրսկես քո եկեղեցու, քո ժողովրդի վրա և սրբես ամեն մեկի շունչը, մարմինն ու հոգին, և սուրբ սիրտ ենք խնդրում այսօր, որ նորոգես մեր մեջ և ուղիղ հոգի, որ մենք միշտ քեզ հավատանք և քեզ սիրենք, գոհությամբ քեզ ծառայենք, փառավոր Աստված աղոթում ենք, որպեսզի օծես մեզ Տեր, Աստծո վախով լցվենք, որովհետև մենք կարիք ունենք Աստծո վախի Տեր,
Մենք կարիք ունենք իմաստության, Տեր, որովհետև իմաստության սկիզբը դա Աստծո վախն է։ Հալելույա, հալելույա, ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին, Աստված օրհնի ձեզ, սիրելիներ, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Հալելույա։ Օրհնյալ է Տերը, չէ՞։ Այս Սաղմոսը 91 Սաղմոսը ինչքան լավն է, ինչքան օրհնություններ եւ խոստմունքներ կան։ Եվ գիտես, եթե դու հավատաս եւ հավատքով հռչակես, նա աշխատում է քո կյանքում։ Աշխարհիկ մարդիկ կասեն, ինչ ռուսերեն բառը ավելի լավ է հնչում, ինչ պրիմիտիվ եք դուք։ Պրիմիտիվ, պարզ, հասարակ։ Բայց Աստծո խոսքը հենց տես պարզ է։ Աստված հոգին աղավն ու կերպարանք ուներ, չէ՞, աղավնին ինքը պարզ կենթանի է։ Դրա համար Աստծո խոսքն էլ է պարզ։ Ընդամենը պետք է հավատալ եւ խոսել, եւ ինքը սկսում է կատարվել։ Մարդ մտածում է, ես ինչ պիտի անեմ, ինչքան ծանր բաներ, ինչ ճանապարհներ, չգիտեմ, ծանոթ մեջ գցեմ, որ մի հարց լուծվի։ Բայց ընդամենը պետք է հավատալ, ապրել ճիշտ Աստծո խոսքի համեմատ եւ կատարում է Աստծո խոսքը մեր կյանքում։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Խոսքը, որ վերնագրեցի եւ ուզում եմ այսօր խոսեմ ձեզ հետ, իրականում շատ կարեւոր խոսք է։ Վերնագրել եմ այսպես. իմաստություն թե հիմարություն։ Որովհետեւ ամեն մարդ հնարավոր է այս աշխարհում ապրի եւ հիմարությամբ եւ իմաստությամբ։ Բայց եթե դու ես ընտրում քո քայլերը, քո որոշումները, թե ինչ կանես, ինչ քայլ կանես, ոնց կորոշես, դրա հետ կապված է քո ներկան, ապագան եւ քո հավիտենականությունը։ Եվ շատ կարևոր է, որ մենք իմաստուն լինենք։ Ես կկարդամ համարներ, նաև հավատում եմ, որ դու այս համարների մեջ քեզ կքննես ու կտեսնես։ Քո քայլերը իմաստությամբ ես անում, թե հիմարությամբ։ Մեր մեջ շատ մարդիկ կան, որ հիմարությամբ են անում իրենց քայլերը, որոշումները եւ ընկնում են փորձությունների, փորձանքների մեջ։ Մարդիկ էլ կան իմաստությամբ են վարվում եւ օրհնված են։ Ամեն։ Հակոբոսը ասում է, ոչ ոք չասե, թե Աստծուց եմ փորձվում, եթե դու չար փորձությունների մեջ ես։ Չասեք Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում եւ ինքն էլ ոչ ոքի չի փորձում։ Այլ ամեն մեկը փորձվում եք ձեր ցանկություններից հրապուրված եւ խաբված։ Ես այսօր մի քանի օրինակներ կբերեմ, մի քանի մարդկանց կյանքից, Աստվածաշնչից, եւ կտեսնեք մարդիկ ինչ քայլ արեցին, ինչ որոշումներ արեցին եւ ինչի մեջ հայտնվեցին։ Երիտասարդ մահացան։ Իմաստություն թե հիմարություն։ Ամեն։ Ուրեմն ժողովող առաջի գլուխ 17 խոսքում Սողոմոնը ասում է, եւ ես իմ սիրտը տվեցի, որ հասկանամ այս աշխարհի վրա իմաստություն, գժություն եւ հիմարություն։ Ուզեցա հասկանամ, դա ինչ է, հիմարությունը, գժությունը, հիմարությունը, ինչ ընդհանրապես, որովհետև Սողոմոնը ծնվել էր թագավորական ընտանիքում, մանկությունից թագավոր էր իր հայրը Դավիթ թագավորն էր, եւ Սողոմոնը ծնվել էր Օծյալի ընտանիքում, Մարգարեի ընտանիքում։ Եվ Աստված տեսիլքի մեջ, երբ որ Սողոմոնին հարց տվեց, ասեց, ինչ ես ուզում, որովհետև Սողոմոնը նաև Աստծո աչքին էր հաճելի։ Սողոմոնը ասեց, Տեր, իմաստություն եմ ուզում։ Եվ Աստված ասեց, որովհետև չուզեցիր փող, հարստություն, փառք կամ քո թշնամիների մահը, այլ իմաստություն, իմաստության հետ կտրվի նաև այդ մնացածը։ Եվ Սողոմոնը իմաստությունը ստացավ Աստծուց որպես պարգև, բայց իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Բնական ձևով, օրհնյալ ձևով, երբ որ իմաստությունը գալիս է, դա Աստծո վախից է գալի, Աստծուն հարգելուց է գալի։ Բայց Սողոմոնի իմաստությունը եկավ Աստծուց եկած պարգևով, շնորհքով,
ոչ թե Աստծո վախով։ Դրա համար էլ Սողոմոնը իր կյանքի վերջում հեռացավ Աստծուց, ընկավ։ Իմաստությունը իր մոտ, բայց ինքը ընկավ, որովհետև Աստծո վախից չէր, այլ Աստծո շնորհքով տրված էր դա։ Աստծո վախը որ լիներ, Աստծո վախը դա Աստծո հարգանքն է, Աստծո սերն է։ Ամեն, Աստծուն պատվելն է, որ դու մի բան գիտես, Աստծուն դուր չի գալի եւ դա չես անում, դա է Աստծո վախը։ Բայց Սողոմոնը գիտեր, որ դա Աստծուն դուր չի գալի, բայց նա գնաց իր կանած կուռքերի հետևից։ Ուներ 700 կին եւ 300 հարճ։ Եվ ամեն մեկի աստվածներով բերել էր իր տունը։ Եվ ամեն մեկի կուռքերի տները կառուցեց եւ ինքն էլ ծռվեց Աստծուց։ Եվ Աստված էլ ասեց, որովհետև այս բաները քո մոտ եղան, քո թագավորությունը պատռելու եմ քեզանից։ Աստված բարկացավ Սողոմոնի վրա եւ ասեց պատռելու եմ, եւ որը կատարվեց Սողոմոնի որդու օրերին։ Ես կխոսեմ այդ մասին։ Եվ հիմա Սողոմոնը ասում է երիտասարդ ժամանակ, սա առակած ժողովող առաջի գլուխն է, չէ, սա արդեն երիտասարդ չէր, բայց Սողոմոնը այդ օրերին սկսեց մտածել սիրտս տվի, այսինքն որոշեցի հետաքրքրվել, հասկանալ լավ ինչ է իմաստությունը, ինչ է հիմարությունը ընդհանրապես, որովհետև ասում եմ ես տեսնում եմ, որ եւ իմաստունը եւ հիմարը գնում են գերեզման, մահանում են երկուսն էլ, եւ երկուսին էլ շուտով չեն հիշելու, ոչ իմաստունին, ոչ հիմարին, ամեն, Ժողովող 2 գլուխ 13 խոսք, եւ ես տեսա, որ իմաստությունը ավելի օգուտ ունի հիմարությունից, որքան որ լույսը ավելի օգուտ ունի խավարից։ Սողոմոնը քննում է իր իմաստությամբ, ու ասում է ես վերջի վերջո, մեր բառերով ասած հասկացա, որ իմաստությունը ավելի օգուտ ունի, ինչպես լույսը, եւ հիմարությունը դա խավար է։ Մեր բառերով ասած իմաստությունը լույսից է, հիմարությունը խավարից է, սատանայից է։ Ամեն։ Ժողովող 10-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Իմաստուն մարդի սիրտը իր աջ կողմին է, հիմար մարդու սիրտը իր ձախ կողմին է։ Հետաքրքիր է, չէ, բոլորս գիտենք, որ բոլոր մարդկանց սրտերը ձախ կողմին է։ Բայց Աստվածաշունչը ասում է իմաստունի սիրտը աջ կողմին է։ Եվ ինչպես հասկանանք, ու բոլորը մտածում են, ուրեմն ես հիմար եմ, որ իմ սիրտը ձախ կողմին է։ Աստված սա ի նկատի չունի հենց այս պոմպը, մարմնեղեն, որ արյուն է մղում։ Ի նկատի ունի քո էությունը, որովհետև մարդ կա, էությամբ, չգիտես, մարդ է ինքը, բայց չգիտես ինչի իր որոշումները միշտ բացասական է, ուղեղը միշտ բացասական է աշխատում, միշտ մտածում է ձախ գնալու վրա, լսել եք, չէ, հայկական արտահայտություն, Լևի է գնացել, ձախ է գնացել, ձախ կողմին է հիմարի սիրտը, ու հիմարի սիրտը միշտ ձախ բաներ է մտածում։ Իմաստունի սիրտը աջ կողմն է։ Այս մարդը ճիշտ է մտածում։ Մտածում է իր ընտանիքի գլխին լինի, իր կնոջը չդավաճանի, կամ կինը ամուսնուն չդավաճանի։ Աջ է սիրտը։ Նրանը ձախ է, թե կին, թե տղամարդ։ Որոշումներն էլ է ձախ։ Եվ այս աջ սիրտ ունեցողների վրա երբեմն ես տեսել եմ, որ ծիծաղում են։ Տարիքով մարդիկ երբեմն կանգնում են իրար հետ, ասում են պատկերացնում ես, բացի իր կնոջից ոչ մեկի կողմը չի գնացել, ու ծիծաղում են։ Գիտես դրանք ովքեր են։ Ձախ սրտի տեր մարդիկ։ Ու դա իրոք այս աշխարհում ծիծաղելի է։ Իսկ գիտես իմաստունի սիրտը, որ աջ կողմին է, ինչ է դա նշանակում։ Նրա մտքերը, որոշումները լրիվ աջ են։ Տիրոջ աջը այդ մարդու վրա է։ Տիրոջ պաշտպանությունը այդ մարդու վրա է։ Իսկ հիշում եք,
Մատթեոս 25-րդ գլուխ 31-ից 46 խոսքը մինչև դա տանը կարող եք կարդալ։ Երբ որ Տեր Հիսուս ասեց, երբ որ մարդի որդին կգա, իր փառած աթոռին կնստի, ամբողջ ազգերը կժողովեն նրա առաջին, եւ ինչպես հովիվն է բաժանում ոչխարներին այծերից, այդպես մարդու որդին կբաժանի ոչխարներին այծերից, եւ ոչխարներին կդնի իր աջ կողմը, եւ կասի իմ հոր օրտնվածներ, ժառանգեցեք երկնքի արքայությունը։ Իսկ ձախ կողմը կդնի այծերին եւ կասի անիծվածներ, գնացեք կրակի լիճը։ Ահա թե ովքեր են աջ կամ ձախ սրտի տեր մարդիկ։ Ձախ սրտի տեր մարդիկ կհավաքվեն Տիրոջ ձախ կողմը, ժառանգելու կրակի լիճը։ Աջ սրտի տեր մարդիկ կհավաքվեն աջ կողմը, ժառանգելու երկնքի արքայությունը։ Ով է հայտնություն ստանում։ Դե հաշիվը տար հիմա։ Դե մտածի, որ հասկանաս, իմաստուն ես, թե հիմար։ Որովհետև հիմարները հենց այդ ձախ սրտի տերն են։ Իմաստունները աջ սրտի տերն են։ Թեև այս աշխարհում աջ սրտի տերերին երբեմն ոնց ասեմ, ծիծաղում են, ծաղրում են։ Ես անձամբ շատ եմ հանդիպել այս բաների։ Ու դա աննորմալ է համարվում այս աշխարհում։ Համաձայն եք իմ հետ։ Օրհնյալ լինի Տերը։ Ուրեմն իմաստությունը նաև լինում է երկնային եւ լինում է երկրային, լինում է դիվային եւ շնչավոր։ Տարբեր իմաստություններ գոյություն ունեն։ Հիշում եք Երեմիայի 17 գլխում Աստված ասում է խորամանկ է մարդու սիրտը եւ ամենից ավել ապականված։ Ով կարող է նրան հասկանալ։ Համաձայն եք, որ մարդկանց սրտերը խորամանկ է, մանավանդ հիմա։ Մի 30 տարի առաջ այտենց խորամանկ չէր։ Երբ որ սկսվել էր Պրոստը Մարիա սերիալը, հələ բոլորը նստած մութ լույսի տակ լացում էին Մարիայի համար։ Մի 30 քանի տարի առաջ։ Հիշում եք մեծերը։ Հիմա էլ չեն լացում։ Հիմա այդ սերիալներից բոլորը իմաստություն են ձեռք բերել, այս ժամանակի մեջ զգում եմ երիտասարդները ավելի իմաստուն են, քան թե մեծերը հələ միամիտ են։ Թեև իմաստությունը գալիս է տարիքի հետ միասին, բայց երբեմն տարիքը գալիս է առանց իմաստության։ Հիմա երիտասարդները լավ իմաստուն են, բայց արդյոք դա Աստծո իմաստությունն է։ Աստծո իմաստությունը ոնց է։ Հիմա կարդամ ես։ Աստծո իմաստությունը չէ, դա խորամանկություն է։ Խորամանկ է սիրտը եւ ապականված, շարունակեմ այս խոսքը։ Ով կարող է հասկանալ մարդուն։ Եթե ոչ ես, Տերս, քննում եմ սիրտը, միտքը եւ մարդուն տալիս եմ իր սրտի համեմատ։ Ու մենք այսօր տեսնում ենք այդպես էլ կա։ Ամեն։ Որով խորամանկությունը, որովհետև ինքը նույնպես իմաստություն է, բայց եսակենտրոն, եսասեր, դա դիվային է, դա աշխարհիկ է։ Իսկ Աստծո իմաստությունը ուրիշ ձև։ Ուզում եմ բացեմ Հակոբոս 3-րդ գլուխ եւ 13 խոսքից։ Ով է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը, իմաստությամբ հեզությունովը։ Բայց եթե դառը նախանձ եւ հակառակություն ունեք ձեր սրտերում, մի պարծենաք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Այս իմաստությունը վերից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական։ Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բաներ կան։ Բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է։ Մարդ կարող է իմաստուն լինի եւ անսուրբ լինի։ Վերին իմաստությունը սուրբ է եւ հետո խաղարարար, հեզ, հլու, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը,
անկողմնասեր, անկեղծ։ Ամեն, սա է վերին իմաստությունը։ Եվ ընդհանրապես իմաստությունը կարող է լինի մասնագիտական։ Մարդը բժիշկ է, շատ իմաստուն։ Մյուսը միգուցե համակարգչի վրա է աշխատում, իր գործի մեջ շատ իմաստուն։ Այն մյուսը կարող է բիզնեսմեն է կամ բիզնես ոման, շատ իմաստուն։ Բայց դա Աստծո իմաստությունը չի։ Ես խոսում եմ երկնային, երկնքի իմաստության մասին, որը եւ կարող է քեզ տանել փրկության եւ օրհնության։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Առակաց 23:15-ում գրված է. «Որդիս, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա»։ Աստված է ասում։ Աստված ուզում է, որ մենք իմաստուն լինենք։ Աստծո իմաստությունով։ Կասես, Հովիվ ջան, ես չեմ կրթվել, կրթված չեմ, հազիվ ապրել եմ, 10 եմ ավարտել։ Սա հետ կապ չունի կրթության եւ գիտության հետ, աշխարհիկ, բայց կապ ունի Աստվածաշնչի գիտության հետ եւ քո որոշումների հետ։ Դու կարող ես կրթված չլինես, բարձրակարգ ուսումնական հաստատություններով անցած չլինես, բայց լինես շատ իմաստուն, քան թե մի քանի ինստիտուտ ավարտած մարդիկ, որովհետև դու հասկանում ես Աստծո հոգին եւ հնազանդվում ես հոգուն։ Եվ Աստծո հոգին էլ կառուցում է քո ճանապարհը, քո կյանքը, քո ապագան, քո երեխաների ճանապարհը, քո թոռների ճանապարհը։ Ամեն։ Սա է Աստծո իմաստությունը։ Դրա համար ասում է, որդիս, եթե իմաստուն լինես, իմ սիրտը շատ կուրախանա քո վրա։ Ով ասում Աստծո սիրտը ուրախանա իր պատճառով։ Գիտես, մի քանի անգամ ես լսել եմ իմ համար։ Կասես հով ես ինչ տարօրինակ բան է խոսում։ Ես լսել եմ իմ համար Տերը հոգին իմ ներսից ասել է շնորհակալություն։ Քո ծառայության համար շնորհակալություն։ Որ դու եկել ես այս մարդկանց տունը, շնորհակալություն։ Մեծ է քո բաժինը, որովհետև դու իմ սրտի համեմատ մարդ ես։ Ես լսել եմ բառեր, կասես Հովիվ ջան, իր անձից խոսողը գրված է, իր փառքն է ման գալիս։ Կենթանի Տերը Տիրոջ առաջ եմ ասում, որ ես սա չեմ ասում իմ անձի փառքի համար։ Ես ասում եմ այն, ինչ որ տարիների ընթացքում ես լսել եմ։ Մի քանի անգամ ա եղել, շատ չի եղել։ Բայց լսել եմ այս ձայնը իմ ներսից։ Փառք մեր Հիսուսին, այսինքն Տիրոջ հոգին ուրախացել է։ Այո, փառք մեր Հիսուս Քրիստոսին։ Տիրոջ հոգին ուրախանում է, երբ որ մենք իմաստությամբ ենք անում մեր քայլերը։ Ամեն։ Առակաց առաջի գլուխ 7-րդ խոսքում գրված է. իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Միայն հիմարները կանարգեն իմաստությունը եւ խրատը։ Սիրելիներ ջան, քանի հոգի բարեկամներ ունեք, ամուսին, հարազատ, երեխաներ, որ սովորեցնում եք Աստծո խոսքը, բայց տեսնում ես անկախ քեզանից այդ երեխու սիրտը կամ բարեկամի կամ ամուսնու սիրտը լրիվ ուրիշ կողմ է գնում, ձախ կողմ։ Դու ասում ես իրան աճ, ինքը հասկանում է ձախ։ Ամեն։ Ասում է իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Միայն հիմարները կանարգեն իմաստությունը եւ խրատը։ Աղաչելով աղաչում ես, պաղատում ես, այ հարազատս, այ քաղցրս, ախր էսա ճիշտը, էս ձևի մի մտածի, էս բանը մի արա, էս քայլը մի արա, չէ։ Ոչ միտքա դնում, ոչ մտածում, ոչ որոշում։ Ու արդեն մեջը դու ես տանջվում։ Ասում ես լավ Տեր ջան, բայց ես ինչ անեմ։ Բայց ես էլ ոնց անեմ, ես գիտեմ սրա վերջը ինչ անելու։ Բայց ես էլ ոնց անեմ։ Ուրեմն հիմարության կետերից մեկը, եթե ուզում ես ճշտես քեզ կամ քո հարազատը կամ քո բարեկամը ով է, ուղղակի նայում ես, ինքը սեր ունի Աստծո վախի հետ, թե չէ։
թե իր որոշումների մեջ է գնում։ Իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Այսինքն իմաստուն մարդը Աստծուց վախենում է, Աստծո խոսքով է ապրում։ Հիմար մարդը գցում է ականջի հետև Աստծո խոսքը եւ խրատը։ Ով է հասկանում։ Եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Ուրեմն հենց այստեղ թաքնված է հաջողության գաղտնիքը։ Հենց այստեղ է թաքնված այն խոսքը, որ նոր ասեցի, եւ մարդու որդին իր աջ կողմը կդնե ժառանգողներին արքայությունը եւ ձախ կողմը անիծվածներին։ Հենց այստեղից է սկսվում։ Իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Միայն հիմարները կանարգեն Աստծո վախը։ Աստծո վախը ինչն էր։ Չարը ատելը եւ չարը չանելը, բարին սիրելը եւ բարի բաները անելը կոչվում է Աստծո վախ։ Ամեն, փառք Աստծո։ Եվ ես մի քանի օրինակ ունեմ Աստվածաշնչից, հիմա կբացենք Դանիել, կներեք, Դատավորաց 14-րդ գլուխ, Դատավորաց 14։ Առաջինից երրորդ խոսքերը։ Սամսոնի մասին է խոսքը։ Սամսոնը գիտեր Աստվածաշունչը, գիտեր Աստծո օրենքը, Սամսոնի ծնողները հանդիպել էին հրեշտակին, Սամսոնը գիտեր, որ ինքը օծված է, ինքը Աստծո մարդ է, Սամսոնը գերբնական ուժի տեր էր։ Ամեն։ Բայց Սամսոնը ոնց որ ձախ գնացողներից էր։ Եվ Սամսոնը իջավ Թամնաթա, եւ Թամնաթայումը փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։ Եվ վեր գնաց ու իր հորը ու մորը պատմեց եւ ասեց. Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, եւ հիմա ինձ համար կին առեք նրան։ Եվ նրա հայրն ու մայրը նրան ասեցին. Միթե քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս անթլպատ փղշտացիներիցը կին առնես։ Բայց Սամսոնը իր հորը ասեց. նրան առ ինձ համար, որովհետեւ իմ աշկին հաճելի է։ Մեր բառերով ասեմ, որ հասկանալի լինի։ Տղեն ման է գալի, այսօր շատերի երեխեքը մեր կյանքում, մեր ընտանիքներում նույն էս բանն է կատարվում։ Գիտեն ճիշտը, որ Աստվածաշունչը ասել է, քո ժողովրդից, հավատքի մարդկանցից հարս ուզի կամ փեսա։ Ընտրի փեսա։ Հիմա Սամսոնը օծյալ տղա, եկե հորը ասում է, մատ աղջիկ եմ, տեսե դուրս եկել է, եկեք գնանք ուզենք։ Մատ մատանի է, ինչ է, դասավորեք գնանք։ Հայրը ասում է, այ բալամ, այ ախպեր ջան, ախար Մովսեսը գրել է, չէ սենց։ Արի այդ աղջկան թող մի հատ մեր հրյաներից ընտրի էլի։ Չէ, չեմ ուզում, ես դրան եմ ուզում։ Ես դրան սիրում եմ։ Հայրը ասում է, այ բալամ, այս տարիքի մարդ ենք, չհասկացանք սերը ինչ է։ Արի դրան մի սիրի, մեկ ուրիշին սիրի։ Սենց հայրեր գիտեն, որ իրանց երեխեքին խորհուրդ են տալի։ Ասում է դրան մի սիրի գնանք ուրիշ, չէ, ես դրան եմ ուզում, դրան եմ սիրում։ Հայրը արդեն գիտի գլխի գալիքը։ Կա սենց բան ձեր կյանքում։ Դինում է, թե մենակ Սամսոնի ծնողների հետ էր։ Գնում են, այս աղջկան տեսնում են, ուզում են։ Այս աղջիկը փղշտացի է։ Հետագայում այս աղջկա ազգակիցները, փղշտացիները ասում են Սամսոնը մեր առաջ հանելու կա, դրეთ չենք կարում լուծենք։ Արի քո ընկերոջից իմացի, մեզ ասա, չասես վառելու են քեզ էլ հորդ էլ ձեր տան հետ։ Այս աղջիկը վախից Սամսոնին դավաճանում է, ասենց կարելի ասել։ Եվ Սամսոնը կատաղում է, սկսում է ջարդել փղշտացիներին։ Սկզբից մի 30 հոգի, հետո չգիտեմ, էլի փղշտացիները բռնում են, այս աղջկան վառում են, իր հոր հետ։ Սամսոնը ավելի է կատաղում, բռնում 1000 փղշտացի է սպանում։ Բացի այս աղջիկը Սամսոնը գնում է փղշտացի պոռնիկի մոտ, պոռնիկների հետ ապրում։ Ինչ է Սամսոն չգիտեիր, որ շնությունը մահվան է տանելու։ Գիտեիր, չգիտեիր, որ ուրիշ աղջիկներ, ուրիշ ազգից ուզելը դա Մովսեսի օրենքով չէր։ Գիտեիր։ Չգիտեիր, որ այդքան անմեղ մարդ սպանելը, արուն թափելը անեց կա։ Գիտեիր։ Բա ինչի արեցիր։
որովհետև հենց սկզբից սիրտը ձախ էր գնացել։ Ուղեղը թարս էր աշխատում։ Ամեն։ Ինչ արեց թշնամին։ Հետո Սամսոնը Դալիլային գտավ, էլի փղշտացի։ Անկամ դրանց էլ իր ժողովրդի միջից չի գտնում, էլի փղշտացիներից։ Սիրեց, Դալիլյան դավաճանեց։ Սամսոնին բռնեցին, աշկերը հանեցին, կուրացրեցին։ Կապեցին մի պտտակի, որ աղա թշնամու համար։ Ու Սամսոնը ջահել, ջիվան, լավ, ուժեղ, սիրուն տղա, երիտասարդ, կապված է ինչ-որ բանի, կույր աչկերով, մանա գալի, պտտվում է։ Մի քիչ ջուր են տալի, որ աշխատի, մի քիչ էլ հաց։ Դա էլ իրանց վառելանյութն է, լցնում ենք, որ աշխատի, շարժիչ է։ Ամեն։ Ու նման բաներ կա մեր ժողովրդի մեջ, հոգևոր ժողովրդի մեջ։ Որտեղից է սկսվում այս ամեն ինչը։ Սխալ մտածելակերպից, հիմար մտածելակերպից, որովհետև հիմար էր, իմաստությունը չընտրեց, հիմարություն ընտրեց, հիմարություն արեց և այս ամեն ինչ եկավ իրա գլխին։ Ջահել, տանջվելով, ծաղրվելով, թշնամին ծաղրում էր իրան, ծաղրում էին, իսկ ինքը քրտինքի մեջ սոված ծարավ, կույր աշկերով ման էր գալի, աշխատում էր թշնամու համար։ Նույն բանը սատանան կարող է անի հենց հոգևոր մարդու կյանքում իր հիմար որոշումների պատճառով։ Ես ուզում եմ կարդամ, դուրս եմ գրել սահմանում իմաստության մասին և հիմարության մասին։ Իմաստությունը դա հասկանալն է, թե ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում։ Ասենք, քո կյանքի տարբեր իրավիճակներում, տարբեր որոշումների մեջ ինչ պիտի անես, ոնց վարվես։ Իմաստությունը այդ հարցը լուծում է։ Եվ իմանալ, թե ինչ է ճիշտ և ինչ օգտակար, ոչ միայն իր, այլ մյուսների համար։ Դիմացինիդ համար էլ պետք է լինի օգտակար, ոչ թե միայն քո։ Դա հաճախ կապված է գիտելիքի, փորձի, բարոյական արժեքների հետ։ Աստծո իմաստությունը կապված է գիտելիքների, փորձի և բարոյական արժեքների հետ։ Իմաստությունը կապված է նաև ազնվության, համբերության և սիրո արժեքների հետ։ Իմաստությունը օգնում է մեզ ապրել բարեկեցիկ և խաղաղ կյանք։ Ինչը, որ Սամսոնի կյանքում չեղավ։ Ոչ բարեկեցիկ և ոչ խաղաղ։ Ինքը չգիտեր ինչ աներ։ Հորն էլ չէր լսում, հորը ծնողին չէր լսում։ Հիմարության մասին էլ կկարդամ մի քիչ հետո, Առակաց 15:20-ում գրված է. իմաստունը կուրախացնե իր հորը, բայց հիմար երեխան կանարգե իր մորը։ Սա էլ է սահմանումներից մեկը, եթե ուզում ես քո իմանաս, քո երեխան իմաստուն է, թե հիմար։ Նայի երեխայիդ կյանքին։ Եթե նա ուրախացնում է քեզ, ուրեմն Աստվածաշունչը ասում է, որ իմաստուն է։ Եթե նա անարգում է քեզ և չի լսում քեզ, ուրեմն նա հիմար է։ Կներես, բայց Աստվածաշունչն է այսպես ասում։ Ինչքան էլ մեզ ցավալի է սա լսել, բայց շատերիս ընտանիքում կան հիմար երեխաներ և կան իմաստուն երեխաներ։ Կան երեխաներ, որ քանդում են տունը, կան երեխաներ, որ շինում են տունը, հոր շինածի վրա ավելացնում են։ Համաձայն ես, թե չէ։ Ավելացնողները դրանք իմաստուններն են։ Քանդողները, վերացնողները դրանք հիմարներն են։ Եվ գրված է, որ հիմարը անարգում է իր ծնողին, չի լսում ծնողներին։ Սամսոնը անարգում էր։ Ծնողը պարզ ասեց, տղա ջան, ախպեր ջան, սենց է վիճակը, արի թողել այդ մտքերը։ Արի գնանք մերոնցից ընտրենք։ Չէ, ես այն եմ ուզում։ Դե հիմա պատկերացնում եք Սամսոնի ծնողների վիճակը։ Ես ուզում եմ մի հատ ոչ թե մենք պատմություն լսենք, մի հատ պատկերացնենք։ Տեսնում են իրանց երեխան կույր։ Տեսնում են իրանց երեխան ծաղրվում է թշնամիների մեջ։ Տեսնում են իրանց երեխան ապրում է
որ թշնամիներին կերակրի։ Ինչ է որ մահացավ։ Դա հիմարության պտուղն է։ Ինչ է հիմարությունը։ Սահմանում նորից դուրս եմ գրել։ Հիմարությունը հաճախ կապված է զգացմունքների եւ որոշումների հետ, որոնք ոչ միշտ են տրամաբանական եւ օգտակար։ Երբ մենք կատարում ենք սխալներ առանց մտածելու դրանց հետևանքների մասին, դա կոչվում է հիմարություն։ Հիմարությունը կապված է զգացմունքների եւ որոշումների հետ։ Սամսոնի զգացմունքները, փղշտացիները, հիմարությունը կապված էր դրա հետ։ Ամեն։ Եվ ես ուզում եմ զուգահեռներ բերեմ մեր կյանքերում։ Մենք էլ ենք, ժողովուրդ ջան, նեն չի որ մեր մեջ բոլորը սենց կատարելություն են։ Նույն զգացմունքներն են, նույն որոշումներն են, ու դրանից կապված է քո կյանքը Սամսոնի հետ կլինի, թե չի լինի։ Գիտես, թշնամին երբ որ Սամսոնի աշկերը հանեց, ինչ էր դա նշանակում։ Թշնամին քեզ կտրելու է Աստծո տեսիլքից։ Դու էլ չես տեսնելու Աստծուց, երբ որ մեղքի մեջ ես։ Գոնե այն ժամանակ աղոթում ես, խնդրում ես, Տերը մի բան ցույց է տալի, մի քրոջ եղբոր միջոցով տեսիլք է ուղարկում, բայց այդտեղ թշնամին հանում է աշկերդ, կտրում է քեզ տեսիլքից, որ դու տեսիլք էլ չունենաս։ Ու տանջում է քեզ, ասում ես ինչի համար, այսքան էլ աղոթում եմ, նրա համար, որ սխալ զգացմունքներ ունես, սխալ մտքեր ունես, սխալ որոշումներ ունես։ Եթե դա դեռ ֆիզիկապես իրական չի, միգուցե դա իրական է մտքերիդ մեջ։ Որովհետև Տերը ասեց, եթե մեկը նայի մեկի վրա եւ իր սրտում ցանկանա, նա արդեն մեղանչեց իր սրտի մեջ, անգամ մտքերի մեջ։ Ամեն, կասես Հովիվ ջան, մի քիչ ինձ միշտ Կարինեն ասում, մի քիչ ուրախանալու բաներից խոսի։ Միշտ տանը ասում է, մի քիչ ուրախանալու բաներից խոսի, մի քիչ ժպիտով խոսի։ Այ մարդ, ես այս մարդն եմ, այս ձևի եմ օծված։ Ես չեմ կարող հատուկ դերասանություն անեմ, իմ չափից ուրիշ չափի մեջ անցնեմ։ Ինչ կամ։ Էսա։ Ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք։ Հետո Աստվածաշունչը չի ասում գնա ուրախացրու մարդկանց։ Աստվածաշունչը ընդհակառակ ասում է լացեցնողի մոտ գնա, ոչ թե ուրախացնողների։ Կամ քեզ խրատողների, հանդիմանողների մոտ գնա, ոչ թե քեզ շատ համբույր տվողների։ Համբույր տվողները հենց թշնամիներն են շատ ելնում։ Փառք Աստծուն։ Աստված սովորեցնում է մեզ իմաստություն։ Թող Տերը լցնի այսօր ամեն մեկիդ իմաստությամբ եւ մեր ընտանիքները։ Մի ուրիշ պատմություն եմ ուզում բերեմ, 3-րդ Թագավորաց 12 գլուխ 1-ից 24 խոսքերը, տանը կարող եք կարդալ։ Ռոբովամի մասին է խոսքը։ Ռոբովամը ինքը Սողոմոնի որդին էր։ Թագավոր Սողոմոնի որդին։ Երբ որ Սողոմոնը մահացավ, թագավորությունը փոխանցվեց Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր։ Ռոբովամը լսում էր, երբ որ իսրայելացիները եկան, ասեցին Ռոբովամ, հայրդ մեր վրա ծանր հարկեր ա դրել։ Խնդրում ենք մեր հարկերը թուլացնես, որ մենք քեզ ծառայենք։ Ռոբովամը ասում է գնացեք, 3 օրից կգաք կպատասխանեմ։ Ռոբովամը գնում է Իսրայելի ծերերի մոտ, հարցնում ասում է ինչ ասեմ այս ժողովրդին։ Ծերերը ասում են լսի Ռոբովամ, եթե ժողովրդին սիրես, քաղցրությամբ վարվես, քաղցր խոսքեր ասես եւ մտնես դրության մեջ, այս ժողովուրդը հավիտյան քեզ կծառայի ու դու կլինես թագավոր իրանց վրա։ Ասում լավ, հասկացանք։ Ռոբովամը գնում է իր ընկերների մոտ, երիտասարդների։ Ասում է դուք ինչ խորհուրդ կտաք, ինչ անեմ։ Երիտասարդները ասում են այ ախպեր ջան, երես մի տուր է ժողովրդին։ Մեր բառերով եմ ասում, երես մի տուր, պատժի։ Ասա իմ հայրը ձեզ գավազանով էր խրատում, ես կարիճներով պիտի կխրատեմ։
Լսի, կարիճը դիվային սիմվոլներ է։ Ինչ գործ ունես կարիճների հետ։ Հետո իրանց ասա իմ ճկուտը իմ հոր մեջքից հաստ է։ Դու ում հետ գործ ունեք։ Մեծամտություն, հպարտություն։ Այ Ռոբովամ ջան, ով ես դու, որ քո ճկուտը հորդ մեջքից հաստ լինի։ Հորդ չափ դու դեռ չկաս։ Հորդ ճանապարհը դեռ դու չես անցել։ Ոնց կարող ես դու տենց երիտասարդ փոքր ճկուտս հորս մեջքից հաստ է։ Եվ Ռոբովամը ինչ որ որոշում է կայացնում եւ ընդունում այս հիմար խրատները երիտասարդների տված։ 3 օր հետո ժողովուրդը Իսրայելի գալիս են, ասում են դե ասա մեզ, ասում է ուրեմն լսեք, հայրս ձեր գավազանով էր խրատում, ես կարիճներով։ Հայրս ինչ որ հարկ դրելա ձեր վրա, ես ավելացնելու եմ եւ ձեր լուրջ պատժելու եմ։ Եվ հիշեք, որ իմ ճկուտը հորս մեջքից հաստ է։ Այսինքն ես ավելի խիստ եմ ելնելու, քան թե հայրս ձեր հանդեպ։ Եվ իր այս հիմար որոշման պատճառով Իսրայելի թագավորությունը պատռվում է Իրանից հենց նույն օրը։ 11 ցեղ բաժանվում են Իրանից, ասում են ստեսություն։ Ու մինչև այսօր, ինչքան գիտեմ, մինչև այսօր բաժանված է։ Եվ միայն Իսրայելի համար մնաց մի ցեղ, Հուդայի ցեղը, 11 ցեղը առանձնացավ։ Նա ուզեց պատերազմ անի եւ հետ վերադարձնի այդ 11 ցեղը, Աստված ասեց չպատերազմեք, կոտորած չանեք, որովհետեւ ես եմ դա ասել։ Ու դա տենց է պիտի լիներ։ Ես եմ դա թույլ տվել, որ այսպես լիներ, որովհետև ես Սողոմոնին խոստացա այս մասին։ Ամեն։ Կասես դե Հովի ջան, ախր Աստված որոշել էր։ Այո, դա Աստծո որոշումն էր արդեն, պիտի կատարվեր, բայց հիմարությունը Ռոբովամի դա ասուց չէր։ Հիմա երբեմն մեր կյանքում սիրելիներ ջան, այնքան հարցեր կա, որ մենք հիմար որոշումներ ենք կայացնում։ Որովհետև մեր շուրջ բոլորը հիմար ընկերներ մենք ունենք։ Ամեն։ Օրինակի համար Առակաց 13-ի 20-ում գրված է. իմաստունների հետ վարվողը իմաստուն կդառնա։ Ռոբովամ ջան, դու գնացել ես ծերունիների մոտ իմաստուն։ Ճիշտ տարբերակ տվեցին քեզ։ Ինչին տրեցիր սխալ տարբերակը։ Գրված է հիմարների հետ վարվողը կամ տխմարների հետ ընկերացողը կչարանա։ Մեր կյանքում սիրելիներ, մեր կողքերը միշտ կա երկու տարբերակ։ Կամ հիմար առաջարկներ տխմարներից, կամ իմաստուն առաջարկներ իմաստուններից։ Որն ես դու ընտրում։ Ռոբովամը ընտրեց հիմարությունը։ Դրա համար խափանվեց ու պատռվեց իր թագավորությունը։ Դա կարա լինի քո կյանքի հետ, կարա լինի քո բիզնեսի հետ, կարա լինի քո բարեկամության հետ։ Ամեն։ Հիմար խրատներ, հիմար որոշումներ, հիմար ցանկություններ, հիմարության մասին նորից կարդամ։ Հիմարությունը հաճախ կապված է զգացմունքների եւ որոշումների հետ, որոնք ոչ միշտ են տրամաբանական եւ օգտակար։ Հիմարությունը օգտակար չի։ Ցանկություններ, զգացմունքներ։ Օրինակ մեկը ցանկանում է գումար խաղա։ Ցանկանում է։ Օր ու գիշեր իր մտքի մեջ պտտվում է։ Խաղա կրելու ես։ Խաղա կրելու ես։ Մարդը վերստում գնում խաղում է, տուն ու տեղը կրվում է։ Հիմար ցանկություն, հիմար զգացմունք, հիմար որոշում։ Եվ հիմարության պտուղն է տանում է դրա մեջ։ Հետո ասում են, բա ինչի սենց եղավ։ Ուրեմն հիմարության ոգին է քո հետ գործել։ Որովհետև Սողոմոն ասում է, երբ որ քննեցի, հասկանամ իմաստությունը թե հիմարությունը, հասկացա, որ իմաստությունը լույս է, լույսից է, հիմարությունը խավարից է։ Դրա համար լույսի հետ ընկերացի, որ իմաստություն կա քո մոտ։ Անկամ քո որոշումները ճիշտ անես, որ չընկնես կրակը։ Սամսոնի ընտանիքը մի ընտանիք էր։ Հիմա միլիոնավոր ընտանիքներ կան։ Եվ ամեն ընտանիքում որոշումներից է կամ կշահես, կամ կտուժվես։ Համաձայն ես թե չէ։
Դեկեք ծափարենք Տիրոջը։ Գիտես ինչի ծափարենք, որովհետև հավատում ենք, որ Տերը այսօր մեզ լցնելու է իմաստությունով, որովհետև շատերդ քաշված եք հիմարության հետևանքով, հիմար որոշումների, արարքների պատճառով։ Ամեն կա սենց բան, կա այսպիսի բան։ Մի ուրիշ օրինակել եմ ուզում բերեմ, երկրորդ թագավորաց 13 գլուխ առաջինից 17 խոսքերը։ Ժամանակը շահելու առումով ուզում եմ ուղղակի բանավոր խոսեմ այս մասին, դուք կարող եք տանը կարդաք։ Ուրեմն այս պատմությունը Դավիթ թագավորի որդի Ամնոնի եւ նրա քրոջ Թամարի մասին է։ Ամնոնը ասում է սիրահարվեց իր քրոջ վրա։ Հորից մեկ էին, մորից տարբեր։ Թամարի վրա։ Ու ասում է այնպես սիրահարվեց, որ հիվանդացավ։ Այնպես հիվանդացավ, որ նիհարեց։ Եվ Դավիթի կողքը մի ընկեր կար։ Ամնոնի կողքը մի ընկեր խորհրդատու ուներ ինքը, որ իր հորեղբոր որդին էր, Դավիթ թագավորի եղբոր որդին էր։ Անունը Հովնադաբ։ Հովնադաբը գալի ասում է, այ Ամնոն ջան, ի՞նչ է քո հետ կատարվում։ Նայում եմ օրեցօր հալվում մաշում ես։ Ասում է, այ աղբերս, սիրահարվել եմ քրոջս վրա։ Բայց գիտեմ, որ ճիշտ չէ, էլի դա սխալ է։ Ասում է, հա ինչ կա տեղ սխալ։ Սիրահարվել ես, հասի իրան։ Ոնց։ Գնա քո տունը պարկի, ձևացրու թե հիվանդ ես, խափի քրոջդ կանչի ձեր տուն, թող գա քեզ հաց տա, հենց այդտեղ էլ կբռնաբարես իրան։ Ամնոնը ասում է շատ լավ միտք է, մարմնին հաճելի։ Նույնպես անում է, նույն ձևով անում է, հիվանդա ձևացնում, քրոջը կանչում է տուն, քրոջը Թամարային բռնաբարում է, Թամարան սկզբից խնդրում է, ասում է, եղբայրս ինձ այսպես բանը մի արա, իմ հայրը կտա ինձ քեզ, եթե նրան ասես, մի բռնաբարի, արի կարգ ու կանոնով ինձ ուզի, ոչ, բռնաբարում է, հենց բռնաբարելուց հետո ասում է, մեծ ատելությամբ ատում է, ու հանում քրոջը գցում է դուրս, կողպում է իրա վրա, և քուրը լացելով գնում է։ Իմանում է Դավիթ թագավորը, շատ բարկանում է, իմանում է Աբիսողոմը, Թամարայի եղբայրը Արունակից, բարկանում է, բայց հետաքրքիր է, որ 2 տարի Աբիսողոմը համբերում է։ Մի օր իր տանը ճաշկերույթ է անում և հրավիրում են Ամնոնին և իր ծառային ասում է սպանեք դրան։ Եվ ծառաները սպանում են Ամնոնին։ Հիմա ինչ կատարվեց, երիտասարդ, պատանի տղա, հիմար, ինչ որոշում կայացրեցիր, քո հիմար որոշումներով խայտառակ արեցիր թագավոր Դավթին, հորդ, խայտառակ արեցիր քրոջդ, խայտառակ արեցիր քեզ ու հենց երիտասարդ մահացար, ինչի էր պետք, ինչի համար, հիմարության համար, իսկ ինչի հիմարություն, որովհետև ընկերները հիմար էին, տխմար էին, այդ համարը որ գրված է, տխմար էին, տխմար առաջարկ, տխմար որոշում։ Ամնոն ջան, բա դու չգիտեիր, որ Մովսեսը գրել էր, որ ամեն այրունակիցի հետ պարկողը պիղծ է համարվելու և պիտի մեռնի։ Գրված էր այդ մասին երկրորդ օրինաց 27-րդ գլուխ 22 խոսքում։ Ով որ այրունակիցի հետ պարկի պղծվածանա և պիտի մեռնի։ Դրա համար էլ մահացար, կարճ ժամանակում, հիմար որոշումների պատճառով, իսկ ինչու հիմար որոշում, որովհետև ընկերներդ էին հիմար։ Սիրելիներ ջան, խորհուրդ կտամ, եթե ունեք տխմար ընկերներ, վերացրեք իրան ձեր կողքից, նրանք խավարի որդիներ են, ձեզ տանելու են խավարի մեջ, ուշ թե շուտ, Ամնոնին տարան, և դա իմաստություն չի, մեռնել հիմարության պատճառով, երբ որ թագավորի որդին կարող էր ապրել ու վայելել կյանքը, ով գիտի, միգուցե դառնար թագավոր, ինչի քո զգացմունքների, անսանձ զգացմունքների պատճառով անիծվեցիր ու ընկար, քո հետ էլ խայտառակեցիր քո հորը, քո քրոջը, ով է հասկանում։
Հարկ մեր Հիսուսին, որ Տերը մեզ սովորեցնում է։ Շատերիս մեջ էլ հոգևորների մեջ կա սխալ, հիմար որոշումներ, զգացմունքներ, խորհուրդներ, աղոթի որ Տերը հեռացնի քեզանից, որովհետև իմաստության սկիզբը ասովախն է։ Գիտես, չէ, որ դա սխալ է։ Ֆիլտրում ես Աստծո խոսքով, սխալ է, մի արա դա։ Դա քեզ տանելու է սխալ բաների մեջ։ Սամսոնի տեղը, Ամնոնի տեղը, Ռոբովամի տեղը, նայած որիդ կյանքում ինչ որոշում կանեք, դա ձեզ կտանի տեղ։ Դրա համար ավելի լավ Աստծո վախ ընտրի, որ պահես Աստծո խոսքի համեմատ։ Եթե Սամսոնը իմանար, որ բորնիկ կնոջ մոտ գնալը մեղք է, օտար ազգի կին ուզելը մեղք է, ընկեր կամ ընկերուհի պահելը մեղք է, չեր անի։ Գիտեր, բայց հիմար էր, որոշել էր իր հաճույքների համար ապրեր։ Եվ շատ կարճ ժամանակ ապրեց եւ անիծվեց։ Նույնը Ամնոնը։ Բայց կասես Հովիվ ջան, իսկ դեպք կա, որ մարդիկ օրտնվում են իմաստության պատճառով։ Դանիել մարգարեությունում 4 տղակային, առաջին 17-ում, Դանիել մարգարեություն, առաջի գլուխ 17 խոսքում։ Ասում է, եւ այս 4 տղային Աստված հաճեց, որոնց տվել էր գիտություն, իմաստություն, հանճար, եւ այդ 4 տղան Դանիելն էր, Միսակը, Սեդրակ, Աբեդնակովը։ Ինչի համար էր տվել, որովհետև նրանք մանկությունից որոշել էին իրենց անձերը չպղծեն այս աշխարհով, այլ ապրեն Աստծով, Աստծո իմաստությունով, աղոթքի մարդիկ լինեն։ Դրա համար էլ Սեդրակ, Միսակ, Աբեդնակովին, երբ որ գցեց թագավորը կրակի գուբը, որը թեժացվել էր 7 անգամ ավելի, տեսավ, ասեց Աստծո որդու պես մեկը իրանց հետ է, մենք 3-ին ենք գցել, բայց 4-րդը հետներն է, այսինքն տեսավ Աստծո հրեշտակին, կրակի մեջ։ Երբ որ կրակից դուրս հանեցին, ասում է ծխի հոտ չկար նրանց վրա։ Պատճառը, որովհետև որոշել էին իմաստությամբ ապրել, Աստծո վախով։ Տերը նրանց հետ էր։ Ամեն։ Դավիթ կներեք, Դանիել մարգարեին գցեցին առյուծների գուբը։ Առյուծները չկերան, Տերը Դանիելի հետ էր։ Ինչի համար, որովհետև Դանիելն էր, որոշե իմաստությամբ ապրի, Աստծո վախով։ Դրա համար առյուծները չկերան, եւ ինչքան փորձանք եկավ Դանիելի վրա։ Ոչ մի փորձանք չկպավ իրեն, մինչև կյանքի վերջ ապահով բնակվեց։ Եվ կյանքի վերջում Տերը ասեց գնա ննջի, ով Դանիել, իմ առաջ կկանգնես օրերի վերջում։ Դա իմաստության պտուղն է, իմաստության օրհնություններն է։ Աստված մեզ այսօր է սովորեցնում։ Իսկ մեզանից յուրաքանչյուրը ոնց է ապրում։ Հռոմեացիս առաջի գլուխ 21-22 խոսքերում ասում է Աստծուն ճանաչելով, մենք բոլորս Աստծուն ճանաչել ենք, չէ, Աստծո խոսքը։ Գիտենք, վայելել ենք, մկրտվել ենք, օտար լեզներով աղոթում ենք, զգացել ենք։ Խոսքը ասում է Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտքերում ունայնացան եւ իրենց անմիտ սրտերը խավարվեցավ, ասելով թե իմաստուն են, հիմարացան։ Ամեն։ Սկսվեց այստեղ, երբ որ մտքերում ունայնացան։ Հարևանի Մերսեդեսը տեսան։ Այն մյուս հարևանի, չգիտեմ, լավ շուբը, այն մեկը տունը վերանորոգել է, չգիտեմ ինչ ձևերով, սկսեցին ունայնանալ, ասում թողենք մի կողմ, հասնենք սենց բաների։ Եվ իրանց անմիտ սրտերը խավարվեցավ։ Ասում գիտեն, Սուրբ Հոգով մկրտված են, ճանաչում են, բայց ասուն Աստծո պես չեն փառավորում։ Այսինքն չեն գոհանում, շնորհակալություն չեն ասում։ Առավոտ արթնանում, պատուանից նայում ես դուրս, մոռանում ես Աստծուն մի հատ, ասես շնորհակալ եմ, փառք ես։ Այդ գեղեցիկ, ուրախ, հանգիստ օրերը մեր հարևան պետությունում տեսնում եք ինչեր է կատարվում։ Իսկ մեր մոտ ինչ վիճակ է, խաղաղ ու հանգիստ։ Աստծո սիրած երկիրը, Իսրայելը, որտեղ Աստված ասեց, սա իմ համար հավիտենական տուն է, Իսրայելը, այսօր քարուքանդ է լինում։ Իսկ քո երկիրը նորմալ մնում է։ Չարժի դրա համար ասել, Տեր շնորհակալ եմ, փառք ես, փառք ես։
Հալելույա։ Աստուն ճանաչելով Աստուն Աստծո պես չփառավորեցին։ Շնորհակալ չեղան։ Դրա համար իրենց անմիտ մտքերը ունայնացան եւ սիրտը խավարեց։ Մտածում են, թե իմաստուն են, հիմարացան։ Սիրելիներ ջան, դրա համար եկեք Աստուն, Աստծո պես փառավորենք, գոհանանք, շնորհակալություն հայտնենք։ Այն ջուրը, որ խմում ես, ասա Տեր շնորհակալ եմ։ Հիշեցի։ Տեր շնորհակալ եմ, փառք ես այս ջրի համար, որ ես խմում եմ։ Ու խմի քո ջուրը։ Փառք ես այս օրվա համար, որ ես ապրում եմ։ Շնորհակալ եմ, որ իմ աղջիկերքը, իմ երեխեքը իմ կողքն են, տղերքը։ Շնորհակալ եմ, որ ես իմ կտոր հացը ունեմ։ Ամեն։ Գոհացի, միշտ գոհացի, ամեն օր գոհացի, փառավորի, ծառայի, ինչ ա ուզում Աստված, խոսի, արա, տենց ես փառավորում, տենց հիմարությունը չի գա քո մոտ։ Բայց հենց որ մոռացար ես ամեն ինչը, հիմարությունը գալու է քո մոտ։ Գիտես, հիմարությունը ոգի է, դևերի ոգի է։ Գալիս է քեզ հիմարացնելու, մոլորեցնելու։ Իմաստությունն էլ է Աստծո հոգին։ Իմաստությունը հոգի է, ինքը Աստծուց է։ Ու վերջի խոսք ուզում եմ կարդամ այդ մասին, Առակաց 8-րդ գլուխ։ Առակաց 8 եւ 17 խոսքից։ Ես ինձ սիրողներին կսիրեմ եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։ Կանուխը դա առավոտվա 5-ից 6-ն է։ Այդ ժամերին եթե դու արթնանում ես Տիրոջը գոհանաս, աղոթես, օրհնես, Տեր ասում է կգտնես, կգամ, կշփվեմ։ Այս մարդիկ ասում է քունս տանում է, քնեմ, որովհետև գիշերը 4-ին եմ քնել։ Բա ինչ էր անում։ Ինտերնետով մտել էի սրա նրա տունը։ Տեսնեի ով ինչ է հագել, ով ինչ է կերել, ով որտեղ է հանգստացել, չեմ քնել։ Դրա համար 6-ին ես ոնց ելնեմ ասում փնտրեմ։ Դա էլ է հիմարություն։ Բժիշկները ասում են, որ ժամը գոնե 11-ից եթե քնես եւ առավոտ կանուխ 7-ի մոտերը արթնանաս, դա առողջություն կլինի։ Այս մարդիկ 3-ին են քնում։ Դե արի կանուխ փնտրի Տիրոջը։ Թող Տերը օգնի մեզ այս հարցերն էլ կարգավորելու։ Ուրեմն ես ինձ սիրողներին կսիրեմ եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։ Հարստություն եւ փառք կա ինձ մոտ։ Ընտիր ստացվածք եւ արդարություն։ Ով է սիրում լավ ապրել։ Տիրոջ խոսքը ասում է իմ մոտ է այդ ամեն ինչը, ինչ որ դու սիրում ես, քեզ դուր է գալի, հարստություն եւ փառք կա ինձ մոտ։ Ընտիր ստացվածք եւ արդարություն։ Լավ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիից։ Իմաստության պտուղը, ինչ որ Դանիելը, Սեդրակ, Միսակի կյանքում կատարվեց։ Լավ է իմ պտուղը ընտիր մաքուր ոսկից եւ իմ արդյունքը ընտիր արծաթից։ Ես ման եմ գալի արդարության ճանապարհներում, իրավունքի շավիղների միջում, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։ Ամեն։ Ես որտեղ եմ ման գալի, իմաստության հոգին ասում։ Ես ման եմ գալի արդարության ճանապարհում։ Եթե դու որոշել ես արդարությամբ ապրես, Տիրոջ հոգին, իմաստությունը այնտեղ զբոսնում է։ Կգտնի քեզ, դու էլ իրեն։ Ամեն։ Ես ման եմ գալի արդարության ճանապարհում, իրավունքի շավիղներում, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։ Կասես հովիվ ջան, շտեմարան չունեմ, որտեղ է լցնելու։ Սկզբից կտա շտեմարանը։ Տերը կտա այդ շտեմարանը եւ հետո կլցնի։ Ամեն։ Տերը ամեն հարցեր հոգում է։ Դու միայն իմաստությունը ձեռք բեր։ Հալելույա։ Շարունակում եմ 35 խոսքից։ Որովհետև ինձ գտնողները կյանք են գտել։ Ինձ գտնողը կյանք է գտել եւ Տիրոջից շնորհք կստանա։ Բայց ինձ դեմ մեղանչողը կվնասե իր հոգին։
բոլոր ինձ ատողները մահ են սիրում։ Ամեն։ Դե հիմա եկեք ոտքի կանգնենք, Փառաբանության խումբը ձեզ հրավիրում ենք առաջ, Փառք Աստծուն, Տերը օծի ձեզ, օրհնի ձեզ, Փառաբանության խումբ, իրոք ես տեսնում եմ ինտերնետով էլ մեր Փառաբանության խումբը շատ են գովում, օրհնվում են մարդիկ եւ օրհնում են, հալելույա, Փառք Աստծուն, Տերը օծի ձեզ, օրհնված լինեք, դե եկեք գտնենք Տիրոջ իմաստության հոգին, ով ա ուզում, երեկոյան մեծամորում աղոթեցինք գտանք, այսօր ով որ այնտեղ եղել է, այսօր կարող ենք էլի գտնենք, Աստծու վախը ընդունելով իհարկե, իմաստության հոգին գալիս է Աստծու վախից, Աստծու վախը բարի բաները սիրելը եւ անելն է, չար բաները ատելը եւ չանելն է, եթե դու սա անես, իմաստության հոգին կգտնես, եւ Տերից շնորհք եւ օրհնություն կստանաս, բայց եթե դու անտարբեր ես իմաստության հոգու հանդեպ, գրված է, բայց ինձ դեմ մեղանչողները կվնասեն իրենց հոգին, ինչպես Սամսոնը, Ամնոնը, Ռոբովամը վնասեցին իրանց հոգին, ամեն, նույնպես կարող է մեզանից յուրաքանչյուրը վնասել, ու դա հեռու չի մեզանից, շատ մոտ է, եթե դու չընտրես իմաստությունը եւ Աստծո վախը, սա ինչ որ ասեցի ամբողջությամբ դաս է, եկեք խնդրենք Տիրոջը, աղոթք արա, այս երգը վերցնենք, հետո նոր ես կաղոթեմ, իրար հետ միասին, Du jetzt conscious in there.
Տեր։ Հալելույա, փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր։ Ամեն։ Նոր այս երկի ժամանակ մի բան հիշեցի, հայտնություն ու հոգին ինձ թույլ տվեց, որ պատմեմ։ Ուրեմն տարիներ առաջ էր, մոտավորապես 20 տարի առաջ մի ընտանիք կար, որ տուն չուներ, աղոթեցինք եւ Տերը կարճ ժամանակում տուն տվեց, տունը եղավ։ Եվ այդ ընտանիքը ափսոսեց իր տան դռները բացել Տիրոջ առաջ, որ այդ տան մեջ տնային խմբակ արվեր։ Եվ Սուրբ Հոգին ինձ ասեց, տես, տուն չունեին, աղոթեցիք, տուն տվեցի։ Բայց ափսոսում են այդ տունը բացեն իմ ժողովրդի առաջ։ Ես առաջի շաբաթը ասեցի, իրանք ասեցին դա Տերից չի։ Ասեցի, եթե Տերից չի, իսկ ինչի՞ չեք ուզում ձեր տան մեջ անենք խմբակ։ Ասեց, նոր տունը սարքած, մենք չենք ուզում, որ ինչ-որ մարդիկ գան, ոտքերով տրորեն, կեղտոտեն, մաշեցնեն, հետո մենք տանը տղա ունենք, հարս ունենք, իրանց կարողա դա դուր չգա։ Լավ, ասի, անցանք առաջ։ Հաջորդ կիրակի Սուրբ Հոգին նույն բանը կրկնեց, ես նույն բանը ասեցի այդ ընտանիքին։ Ասեցին դա Տերից չի, դա քեզանից է։ Ասի, լսեք, ես ապրում եմ հենց այդ պահին լավ տանը, լավ սարքած, ընտիր ժամանակակից հենց այդ ժամանակվա համար։ Իմ աչքը ինչ-որ բանի վրա չի, ինձ համար եթե գոմ էլ լինի, ես պատրաստ եմ մտնեմ այդ գոմի մեջ, ծառայություն խմբակ անցկացնեմ։ Հենց որ ինձանից չի, դա Տերն է ասում։ Երրորդ կիրակին էլ ասվեց, երրորդ կիրակի օրն էլ ասեցի, այսինքն երրորդ շաբաթը, նորից չընդունվեց, ու Աստված ասեց էլ չասես։ Հենց նույն օրը գիշերը այդ տան մեջ բացվեց ջուրը, փչացավ, եւ ամբողջ գիշեր ջուրը գնաց այդ տան մեջ եւ առավոտ արտանում են տեսնում են տան հատեկին այսքան ջուր ա լցված եւ ամբողջ պատերը այդ նոր տան դռները, պատերը ամեն ինչ ավիրել է։ Եվ հակառակվեց այդ ընտանիքը։ Շատ հակառակվեց ինձ, որովհետեւ կողքից մեկը իրանց գլխի էր գցել, որ Պավելը եթե չասեր, դա չէր կատարվի։ Անցան տարիներ, ես տեսա մոտ 15-6 տարի այդ տունը այդ վիճակի մնացել էր։ Այդ ձևով ավիրված։ Ես վերջերս սարքվեց, նորոգվեց, վերանորոգվեց։ Ու մտածում էի ու տեսնում եմ այդ տան մեջի հյուրերը, ինչ հյուրեր են գալի, բոլորը հարբեցող, նարկաման, ամբողջ օրը քեֆ ուրախությունա հարբեցողների հետ եւ նարկամանների հետ։ Եվ ոչ թե մի երկու հոգի, խմբերով գալի տնային խմբակ են անում։ Եվ ոչ թե շաբաթը մեկ օր, այլ շաբաթը գոնե մի 3 օր։ Եվ խմում են այդ տան մարդկանց կենացը։ Եվ Սուրբ Հոգին ինձ բացեց, ասեց, որովհետև չուզեցին իմ ժողովուրդը մտնի, աղոթ քանի, եւ որպեսզի իրանք օրհնվեն։ Դրա համար իրանք կընդունեն սատանայի ժողովրդին, որոնք կգան հարբեցողությամբ, նարկոտիկներով, լիքը շնության աշկերով, կմտնեն ու դուրս կգան։ Դե թող վայելեն։ Սա հիմարության պտուղներ։ Սա ասուն ճանաչելով, ասուն ասոպես չփառավորեցին եւ շնորհակալ չեղան։ Այն դեպքում, որ իրենք տուն չունեին, տուն տվեց եւ իրենց տունը չբացեցին։ Եվ անցել է 20 տարի, ես նայում եմ, թեև վերանորոգվեց, բայց հյուրերը ամեն օր կամ օրը մեջ սատանայի ժողովքն է։ Տնային խմբակներ ա գնում, բայց հարբեցողներով, նարկամաններով։ Միտք առնում ես հիմարության պտուղը։ Օրհնյալ լինի Տերը, եկեք աղոթենք, որ մենք ասովախով լցվենք, ասոն ասոպես փառավորենք, որ չընկնենք հիմարության մեջ, որ չկոտորվենք։ Փառավոր Հայր, գոհանում եմ քեզանից Տեր, շնորհակալ եմ, որ մեզ պահել ես, ողորմել ես, ողորմում ես, Աստծո իմաստությունն ես տվել, որ քեզանով Տեր ջան որոշումներ կայացնենք, որ եւ
որտեղ որ երբեմն սայթակում ենք, դու մեզ ողորմում ու սրբում վերականգնում ես։ Եվ հիմա խնդրում եմ, թող Աստծո վախի հոգին գա քո ժողովրդի վրա, որպեսզի քո ժողովուրդը Աստծուն Աստծոպես փառավորի եւ գոհանա շնորհակալ լինի, որ չհիմարանա, այլ ամեն ժամանակ նորոգվի իմաստությունով եւ մենք տեսնում ենք առակած 8-րդ գլխում, որ դու ասում ես. ես շրջում եմ արդարության ճանապարհներում, որ ինձ գտնողներին էական բարիքով ժառանգեցնեմ։ Ես աղոթում եմ, որ քո ժողովրդին սովորեցնես Աստծո իմաստությունը, Աստծո վախը եւ էական բարիք ժառանգեցնես, օրհնես եւ բարձրացնես Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։